Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք կրկին անդրադառնալու ենք սոդային և փխրեցուցիչին։ Հիմա գլխավոր հարցը այսօրվա մեր ինչ անել, եթե պատահմամբ, սխալմամբ չարաշահել եք սոդայի քանակը խմորի մեջ։ Կքննարկենք ևս մի քանի հարց այս երկու փխրեցուցիչի և սոդայի վերաբերյալ։ Հիմա տոնական օրերին որակյալ խմորեղեն ստանալու համար թխել սոդա թե փխրեցուցիչ պարունակող խմորեղեն։ Շատ կարևոր հարց է, հետաքրքրում է բոլորիս, որպեսզի կարևոր մեր այս հարցը լուծենք, որակյալ խմորեղեն ստանանք։ Հիմա խմորեղենների հետ գործ ունենալիս հաճախ կանգնում ենք երկընտրանքի առջև՝ սոդա թե փխրեցուցիչ, և հաճախ մեր հարցի պատասխանը չգտնելով գործածում ենք ձեռքի տակ եղածը կամ հաճախ էլ առաջնորդվում ենք ինչքան շատ, այնքան լավ նշանաբանով և գործածում ենք և չարաշահում ենք սոդայի քանակը կամ օգտագործում ենք և սոդա և փխրեցուցիչ միասին։ Եվ մեր մյուս հարցը տոն օրերին բոլորս էլ փորձում ենք թխել բարձրորակ խմորեղեն և չլինելով փորձառու փորձում ենք թխել սիրողական մակարդակով և կանգնում ենք երկընտրանքի առջև, որ խմորով կստանանք որակյալ արդյունք՝ սոդայով թե փխրեցուցիչով։ Հիմա հերթով սկսենք։ Ինչ է իրենից ներկայացնում սոդան և ինչ է իրենից ներկայացնում փխրեցուցիչը։ Վերջում կորոշենք թխենք սոդայով թե փխրեցուցիչով, թե եզրահանգման չգալով կվերցնենք, որը պատահի կամ և մեկից և մյուսից չխորանալով խոհարարական գաղտնիքների մեջ։ Կրկին անդրադառնանք սոդային և փխրեցուցիչին։ Նախ սոդայի և փխրեցուցիչի նմանության և տարբերության մասին։ Եվ սոդան և փխրեցուցիչը երկուսն էլ հանդիսանում են խմորեղենը բարձրացնող, աճեցնող բաղադրիչներ, սակայն ունեն տարբեր քիմիական բաղադրություն և ազդեցություն։ Սոդան ակտիվանում է թթվային միջավայրում։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչ է նշանակում թթվային միջավայր։ Եթե խմորի մեջ լցնենք միայն սոդա, խմորը չի ակտիվանա, չի հասունանա, չի բարձրանա։ Որպեսզի սոդան ակտիվանա և խմորը հասունանա, սոդային պետք է ավելացնել կամ մածուն, կամ թթվասեր, կամ կաթ, կամ կիտրոնի հյութ, կամ քացախ, կամ մեղր, կամ կակաո։ Այսինքն, եթե խմորեղենը պատրաստում ենք սոդայով, ուրեմն անպայման պետք է նրա հետ խառնենք վերը թվարկած մթերքներից որևիցե մեկը։ Իհարկե, առանց այսքան էլ մանրամասն իմանալու էլ խմորեղեն թխում ենք, ինչպես կարողանում ենք։ Այստեղ խոսքը որակի մասին է։ Հիմա անդրադառնանք մեր մյուս հարցին. ինչ անել, եթե սխալմամբ չարաշահել ենք սոդայի քանակը խմորի մեջ։ Եթե անզգուշորեն նախատեսվածից շատ սոդա ենք օգտագործել, ուրեմն համապատասխանաբար պետք է ավելացնենք նաև մյուս բաղադրիչների քանակը, հատկապես թթվային միջավայր հանդիսացող բաղադրիչների քանակը, որպեսզի սոդան ակտիվանա։ Ենթադրենք, ըստ բաղադրատոմսի 1 բաժակ մածունին պետք է ավելացնենք 1 թեյի գդալ սոդա։ Իսկ դուք անզգուշորեն ավելացրել եք ոչ թե 1 թեյի գդալ, այլ 1 ճաշի գդալ։ Սա արդեն նշանակում է, որ ձեր խմորը դառն է լինելու։ Ստիպված պետք է մածունը վերցնեք կրկնակի, այսինքն 1 բաժակի փոխարեն 2 բաժակ։ Հիմա եթե ավելանում է մածունը, նշանակում է պետք է ավելանա նաև ալյուրը։ Ինչու՞։ Որովհետև մածունը շատ, նախկին ալյուրի քանակով արդեն մեր խմորը ջրիկ կմնա։ Հիմա կավելացնենք նաև շաքարավազը, ձուն, այսինքն սխալվելու տարբերակ չկա, եթե սխալվել ենք, նշանակում է ավելացնում ենք քանակը և խմորը թափելու կարիք չկա։ Սոդայով պատրաստված խմորը պետք է անմիջապես թխել, սա արդեն գիտեք, քանի որ սոդան ակտիվանում է հենց որ շփվում է թթվային միջավայրի հետ։ Եթե հում խմորը թխենք որոշ ժամանակ անց, ապա սոդայի ազդեցությունը կնվազի և խմորը կարող է չբարձրանալ։ Սա իմանալը կարևոր է, քանի որ հաճախ հարցնում են, թե ինչից է խմորս չի բարձրանում։ Հիմա անդրադառնանք փխրեցուցիչին։ Փխրեցուցիչի կազմի մեջ կա սոդա, կիտրոնի աղ, եգիպտացորեն օսլա։ Եթե ասում ենք կա, կարմիրով նշել եմ կիտրոնի աղ, նշանակում է փխրեցուցիչի մեջ
կա ուրեմն թթվային միջավայր։ Եթե սոդային ավելացնում էինք, թթվային միջավայր, ասենք մածուն կաթ եւ այլն, այստեղ ավելացնելու կարիք չկա, որովհետեւ եթե այնտեղ կիտրոնի աղ ենք ավելացնում, այստեղ կիտրոնի աղ ինքը իր մեջ պարունակում է, նշանակում է այս փխրեցուցիչի հետ ոչ մի թթվային միջավայր չենք ավելացնում եւ խառնում ենք ալյուրին եւ մնացած բաղադրիչների հետ մեր խմորը պատրաստում ենք։ Ցանկալի չէ մեկը մյուսով փոխարինել, այսինքն սոդայի փոխարեն գործածել փխրեցուցիչ կամ նրա փոխարեն մյուսը օգտագործել։ Չնայած պատրաստում ենք ինչպես կարողանում ենք, որովհետև միևնույն է արդյունքում ստանում ենք խմորեղեն։ Տարբերությունը կրկնում եմ այստեղ որակն է պրոֆեսիոնալ, թե ոչ պրոֆեսիոնալ։ Իմանալը կարևոր է, եթե ոչ բարձր որակով արդյունք ստանալու, գոնե տեղեկացված լինելու համար, որպեսզի ուղեղը չծանրաբեռնենք անպատասխան հարցերով։ Հիմա մյուս հարցը, որ խմորով է համեղ խմորեղեն ստացում, սոդայով թե փխրեցուցիչով։ Ես սոդայով եւ փխրեցուցիչով կարելի է շատ համեղ խմորեղեն պատրաստել, բայց նրանց ազդեցությունը մի փոքր տարբեր է։ Հիմա սոդան ավելի ուժեղ է փշրվողականության, փքվածության առումով, երբ թթվայնություն կա խմորի մեջ, կեֆիր, մածուն եւ այլն, խմորը ստացվում է ավելի տան բույրով, փափուկ եւ փշրվող։ Չափը գերազանցելու դեպքում կարող է տալ թեթև դառը կամ սոդային համ։ Սոդայով խմորը հարմար է։ Ինչ թխելու համար՝ խաչաբույրի, հայկական շարլոտկա, թխվածքաբլիթներ, կարկանդակներ։ Հիմա փխրեցուցիչով ինչ կարելի է թխել։ Փխրեցուցիչը ավելի նուրբ, հավասար փքվածություն է տալիս խմորին, չի պահանջում թթու միջավայր, քանի որ արդեն պարունակում է սոդա պլյուս թթվային բաղադրիչ, այսինքն կիտրոնի աղ, որակյալ փխրեցուցիչով համը միշտ ավելի չեզոք է ու մաքուր։ Կարելի է պատրաստել բիսկվիթ, կեքսեր, թխվածքաբլիթներ, մաֆիններ, նուրբ խմորեղեն։ Սա փխրեցուցիչի մասին։ Հիմա որը ընտրել՝ սոդան թե փխրեցուցիչը։ Եթե ընտրում ենք փխրեցուցիչ, ուրեմն կստանանք ավելի նուրբ, փափուկ, սահուն խմոր։ Եթե ընտրում ենք սոդա, որի մեջ կա թթվային միջավայր, ավելի փշրվող, տնական, հարուստ համ։ Արագ եւ անխափան արդյունք է ստանում փխրեցուցիչով, իսկ սոդայով ավելի էժան եւ տնական տարբերակ։ Եթե չես կարողանում կողմնորոշվել, կարող ես օգտագործել եւ մեկից եւ մյուսից, սովորաբար փորձ կատարելով քիչ սոդա, քիչ փխրեցուցիչ, սա փորձնական, սիրողական մակարդակով, իսկ վերը նշվածը սա արդեն ավելի փորձառուները գիտեն ինչպես պատրաստել եւ ինչ որակ ստանան։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։